երբ կտրում ենք լոլիկը, մեջը շատ պարզ տեսնում ենք կարմիր մասան եւ կորիզները, կանաչ կորիզները։ Սա նշանակում է բերքն առողջ է, համեղ ու հյութեղ։ Հայտնի մախիտոս ջերմատնային լոլիկի արդյունավետ սորտն է։ Կլորավուն պտուղներով ու թմբիկավոր մակերեսով այս լոլիկի քաշը տատանվում է 120-ից 150 գրամի սահմաններում։ Մեր երևաբնակ ժողովուրդը ցանկանում են ամենագեղեցիկը ընտրել, բայց լինում են դեպքեր, որ այդ գեղեցիկները ոչ համն ունեն, ոչ էլ, ասենք, երբ կտրում ես դանակով, այն կարգի պինդա ոնց որ խնձոր լինի։ Իսկ մենք հիմնական ընտրում ենք այս սորտերը, որոնց համն ու հոտը սպառողը միանգամից ճանաչում է ու առանց գինը հարցնելու վերցնում, ասում է Արմենը։ Պարարտացնում են հիմնականում գոմախբով, սնկային հիվանդությունների դեմ կիրառում պղնձային պատրաստուկներ, անհրաժեշտության դեպքում նաև երկաթի սուլֆատ։ Մախիտոսը համարվում է շոքին ու ցրտին դիմացկուն սորտ, ինչի շնորհիվ էլ շատ սրսկումներ չեն անում։ Եթե շատ քիմիա օգտագործենք, նախ առաջինը վնասում ենք մեզ, հետո բույսին։ Բույսը կարող է վեգետացիայի ընթացքում սկսի չորանալ, բերքի տձև բերքեր ունենանք, վատ բերքեր ունենանք։ Հիմա դուք այստեղ օրգանական մեթոդներով եք մշակում։ 100%-անոց չէ, որովհետև ունենք կենդանիներ, կենդանիների դեմ ժամանակ առ ժամանակ պայքարում ենք։ Վաճառում են տեղական շուկայում։ Գնի մասին խոսելիս Արմենը համեմատում է ներմուծված լոլիկի հետ։ Ասում է դրսում մեծ ծավալների ու էժան էներգակիրների շնորհիվ ինքնարժեքը զգալի ցածր է։ Մինչդեռ այստեղ դրա մոտ 70%-ը բաժին է ընկնում գազին ու էներգիային։ Արդյունքում տեղական արտադրողը հայրենական շուկայում մրցում է անհավասար պայմաններում։ Պարսկաստանից եկած լոլիկը մինչև 200-300 դրամ կարա գին ունենա։ Իսկ այս պահին ես կարամ ասեմ, այս լոլիկի 1 կիլոգրամի ինքնարժեքը այս պահին 800 դրամ է։ Իսկ ջերմատան այս հատվածում ռեստորանների ամենապահանջված չերին է։ Սերմը ցանել է նոյեմբերին, սածիլը հողը դրել դեկտեմբերի 25-ին։ Առաջին բերքը հավաքել է մոտ 15 օր առաջ։ Ճիշտ է, խնամքի դեպքում բերքը տա մինչ օգոստոս, սակայն կպահեն մինչ այդ թե հուլիսին կքանդեն, կախված է շուկայական գնից։ Եթե բաց դաշտի լոլիկի գնի պատճառով ջերմատնային արտադրանքի արժեքը նվազի, ապա տարածքը կմաքրեն եւ հողը կպատրաստեն հաջորդ մշակությանը։ Չերիների դեպքում մոտավորապես մի թփից ստանում ենք 3-ից 4 կիլոգրամ։ Ամբողջ վեգետացիայի ընթացքում։ Ընդհանրապես հիդրոպոնիկայի դեպքում է, երբ կիլոն քառակուսի մետրից մինչև 20-25 կիլո կարողանում ենք հավել, բայց ավանդական գյուղատնտեսությունն ասի մենք հողի մեջ ենք մշակում, քանի որ գիտեք հողը համ որպես ֆիլտր է հանդիսանում, որ հողի մեջ կարող ենք մաքուր պրոդուկտ ստանալ, չէ՞։ Որպեսզի բարձր բերք ստանան եւ ապահովեն լավ ապրանքային տեսք, ողկույզի վրա գտնվող վերջին պտուղները հեռացնում են, որ բույսը բավարար ուժ ունենա մյուսներին սնուցելու, որ մինչև վերև կարվրեն։ Առաջի փուլն է ծաղիկների, մեղուները փոշոտում են, ուշադիր եղեք մեղուների փոշոտածը։ Աստիճանաբար, եթե իջնում ենք մեկ հարկ ներքև, արդեն պտուղների ձևավորումն է։ Եվս մեկ հարկ իջնում ենք, ավելի խոշոր։ Աստիճանաբար, սա արդեն մեկ ամսվա փոշոտված է։ 8000 քառակուսի մետր այս ջերմատանն աշնանը մշակում են վարունգ կամ լոբի։ Ծաղկանուշ Միրզոյան, Սերյան Անտոնյան, Լուրեր։